Հոկտեմբերի 12-ին ժամը ուղիղ 22:45-ին հայ հեռուստադիտողը կծանոթանա պետական դավաճանների հետ, որոնց նկատմամբ օրորի ավելանում են քրեական վարույթները։ 44-օրյա պատերազմի ընթացքում մենք ունեցանք վախկոտ, դավաճան եւ թալանող գեներալներ, կռվեցին եւ իրենց կյանքը չխնայեցին մեր 18-ից 20 տարեկան տղաները։ Այս թողարկմանը կներկայացնենք բացառիկ մանրամասներ Իշխան Վահանյանի դավաճանությունից եւ դատավճռից։ Ինչպես է նորակոչիկների գումարտակի հրամանատարը մարտի դաշտից դիմել փախուստի, իր հետ տանելով կապի միջոցը եւ զորքը թողել հրետակոծության տակ։ Չպատասխանես, դավաճան։ Ասել եմ բացարձակ ոչ մի բան, անգամ մեքենայից չի չափ, որ գոնե գնա այդ երեխեքի մարմինները մանգա գնի։ Էրություն, ես պատասխանի։ Որ հրաման չկատարել, այդ ավտոնորի չնստեցնեին, էլի գալու են դատարանի առաջկային։ Հիմա եթե խնդիրը կատարած է, էլի դատարանի առաջկային կայնած։ Իշխան Վահանյանի նկատմամբ նշանակել լրացուցիչ պատիժ եւ վերջինիս զրկել Հայաստանի Հանրապետության զինված ուժերու մայորի զինվորական կոչումից։ Այդ զորամասի հրամանատարը, որը այսօր դադվեց, նա այդ Ղարաբաղյան կլանի յետիմներից է։ Նրա գործը եղել է սալարկա գողնա, այդ էժան բաներ է օրինակի համար, բայց մենք այնտեղ ունենք նաև դրանց ղեկավար կազմը, Ամիջական Քոչյան Ռոբերտի եւ Սերժիկ Սարգսյանի ճտերը։ Ինչի համար էին Ռոբերտ Քոչյանը, Սերժ Սարգսյանը եւ Վլադիմիր Գասպարյանը 44-օրյա պատերազմի ժամանակ շտապում Արցախ։ Վոբոչկա Գասպարյանը եւս մասնակցել է այդ հայտի կապիկը, դերասանը չստացված, որը եւս իր զրահապատ մեքենայով շտապել էր Արցախ։ Իսկ ինչու էր նա շտապել Արցախ, որովհետև գիտեք, որ Արցախում տարիներ շարունակ անօրինական կերպով։ Ինչի համար պետք է կոչումազրկել Սեյրան Օհանյանին եւ Յուրի Խաչատուրովին։ Այսօր էլ սպառազինություն գոյություն ունի, որոնք որ 45 թվականի են, բայց այսօր նորից վերարտադրվում են եւ հոյակապ աշխատում են, հոյակապ գործում են։ Շատ հեշտ է Արցախյան առաջի պատերազմին չմասնակցել, բայց հետագայում նաև քննադատել։ Սեյանին պետքա կոչումազրկել, Ջալին, Խաչատուրով Քաքին, դրանց բոլորին պետքա կոչումազրկել, դրանք չի անգամ գերալի ուսադիր։ Սեյան Օհանյան, դու ով ես ընդհանրապես։ Ռուզիկին թափտաս մի 6 հատ BMP-ի սունկի փող թափի ջեբերից։ Ինչի դիմաց է զինվորներին արձակուրդ ուղարկել Հայկազ Բաղմանյանը։ Այն Բաղման Հայկաս կար, այն տավարի ցավը, կհիշեք։ Մանում է այն կեղտը։ Այդ տավարին իմ աշկի դեմը դեպք է եղել։ Զինվորի ծնողը ավտոյի պագրիշկային զինմիսիան 4 հատ ջիպի համար բեր է առնում, որ օտպուսկ ուղարկի զինվորին։ Ինչով է զբաղվել Հադրութում գեներալ Արթուր Աղաբեկյանը եւ ինչ ախորժակ ունի հիմա Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Միայն պայքար։ Արցախ վերադարձի ինչպես եք տեսնում, պարոն Աղաբեկյան։ Արցախ վերադարձի ինչպես եք տեսնում, այսօր ասում են, որ Արցախի հարցը փակ է, դուք համակարծիք եք նման կարծիքների հետ։ Չեմ կարծում, որ նորմալ մտածող մարդու համար կարող Արցախի հարցը փակ է։ Եթե ինչ-որ մեկի համար Արցախի հարցը փակ է, ուրեմն ինչ-որ մի խնդիր ունի։ Միգուցե նաև առողջական։ Իսկ ինչ մնալ վերադարձյալը այսօրվա սերունդը պետք է վաղվա սերունդին պատրաստի դրան։ Հադրութի պատասխանատուն ով էր պատերազմի ժամանակ։ Գեներալ Արթուր Աղաբեկյանը, նույն ինքը Սերժի Շունը, որը որ Մարտիկ հիմնադրամի ղեկավարն է եղել, պաշտպանության փոխնախարար։ Գիտեք, երբ որ Սերժիկը պաշտպանության նախարար էր, հիմնադրամ բացեց, կոչվել Մարտիկ հիմնադրամ։ Եվ սկսեցին կթել ուղղակի հայազին այդ հիմնադրամով, որ չգիտեմ, զենք ենք առնում, չենք կարող ասենք ինչեր ենք անում այնտեղ Ղարաբաղի համար այս կամ այդ։ Իսկ ինչ է արել իրականում Արցախի մասին մտածող, Արցախը հետ բերող, առողջ դատող, նոր սերնդին պատերազմի պատրաստող Արթուր Աղաբեկյանը։ Պատերազմից 44 օրյայից հետո փողա տվել ռուս խաղապարներին, որդու դիակը վերցրել է, մարմինը բերել է Երևան, հողարկավորել է ու թրել է Ղարաբաղից։ Այսինքն սա արել է մի մարդ, որը որ գեներալ է։ Դու տարբերություն ես դնում քո տղու Շիրիմի գերեզմանի մեջ ու այն զինվորների, որոնք զոհվել են հայրենիքը պաշտպանելուց։ Այսինքն քո տղեն վերի արտին ցորեն էր։ Ինչ կապ ունի ջազվե սրճարանի ապամոնտաժումը Նուբարաշանի աղբանոցի հրկիզման հետ եւ ով է հայ ազգին վատությունն անողը։ Ուզում եմ շատ հստակ արձանագրել։ Այս դեպքը պատահական չէր, այլ դիտավորություն։
Արդեն խոսել եմ ազգային անվտանգության ծառայության տնօրենի եւ ներքին գործերի նախարարի հետ։ Հրդեհի հետ որևէ կապ ունեցած անձ կենթարկվի պատասխանատվության օրենքի ամբողջ խստությամբ։ Ջահազների ցանցը պատկանում էր Միշիգին, ապա մոնտաժել էին այդ սրճարանը եւ ուղղակի պետությունը այդպես վերադարձվել այդ տարածքը պետությանը։ Այս վիժվածքը չկարողանալով մարսել այդ ջահազների հետ շուրջ կատարվող այդ process-ը, սա պատվիրել է եւ սա մարդ է ուղարկել, որպեսզի որպես վատություն, այսպես որպեսզի հայ ժողովրդին եւս մեկ անգամ մի վատություն անեն, գնացել այդ Սովետաշինի դիբիլանոցը վառելեց դա։ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ազդարարեց քաղաքական նախաձեռնության ձևավորման մասին եւ պատրաստվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, բայց Արման Թաթոյանին հարցերը բավականին շատ են։ Ովքեր են լինելու թիմի անդամները եւ ով է թաքնված Թաթոյանի հետևում։ Սա հայտ է ոչ թե 5 կանոններով շարժվելու, այլ այդ կանոնները փոխելու մասին։ Նախագահ ունեմ, որ աշխարհը չունի։ Փառք ու պատիվ Սերժ Ազատի Սարգսյանին։ Սիրում եմ ես քեզ կյանք։ Ճիշտ կլինի ՀՀԿ տատիկին թեկնածու առաջադեն ավելի շատ ձայն գավակի, քան իրանք, բայց տեսեք ՀՇ-ի Գևորգներ կարող է նեղվի։ Եվ տեսեք ես հիմա կբացահայտեմ Արման Թաթոյանի հետ կապված ինֆորմացիա մենք ստացանք եւ այդ ինֆորմացիան մենք ստացել ենք ամիսներ առաջ, երբ Արման Թաթոյանի հետ կապված Միքայել Միասյանը Մոսկվայում փորձել է ինչ-որ պրոյեկտ նախագծել, հանդիպումներ ունեցել։ Այս եւ այլ կարևոր հարցերի պատասխանները կստանանք այսօր, հոկտեմբերի 12-ին ժամը ուղիղ 22:45-ին։ Բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որ նոր տեսանյութերի ծանոթությունները ստանաք առաջինը։